մեթոդները, կհիշեք, Տավուշից մարդը քայլում էր, Երևան բարի բաներ էր ասում, նույն գործիքակազմներ, շատ նմաներ եւ ոչ օրիգինալ։ Դրանից հետո, երբ որ ակնհայտ դառավ, որ թավշյա մեթոդներով իրենք չեն հաջողում, հետս հետ է Վազգեն Գալստյանը չարացավ, չարիքը պատեց իր հոգին եւ գնալով իրենց գործողությունները դառնում էին ավելի ու ավելի ոչ խաղաղ, բռնի, կհիշեք, որ անցած տարի ազգային ժողովի վրա հարձակում տեղի ունեցավ, երբ որ Վազգեն Գալստյանը ոստիկանությանը հորդորում էր հանել իրենց սաղավարտները, քանի որ իրենց վտանգ չի սպառնում եւ դրանից 5 րոպե հետո իր կոչով ցուցարարները հարձակվեցին ոստիկանական շարքերի վրա։ Եվ նպատակն էր, իհարկե, գրավել ազգային ժողովը։ Ի վերջո դա էլ չհաջողվեց եւ որ խնդրեմ պարոն Հակոբյան, հեռախոսով դուրս կխոսեք, շնորհակալություն։ Եվ արդյունքում իրենց մեթոդները գնդարան էլ ավելի բռնի եւ հանգեցինք ինչին տերորին։ Մեր ընդդիմադիր գործընկերները փորձում են ամեն ինչ կասկածի տակ դնել եւ դա բավականին զվարճալի է հաճախ, որովհետեւ սկզբից ասում էին, որ հայտնի հրապարակված ձայնագրությունները արհեստական բանականությամբ են ստեղծված։ Հետո երբ որ մեղադրյալների փաստաբանը ինքը հայտարարեց, որ իր կարծիքով մոնտաժված է, այսինքն ոչ թե սարքած, այլ մոնտաժված, սկսեցին ասել մոնտաժված է։ Հիմա խոսակցությունները մեկնաբանում են որպես զուտ զրույց, այսինքն երբ որ օրինակ հայ առաքելական եկեղեցու սարկավագը մի դաշնակցականի հարցնում է, որ Նիկոլին, Ալենին եւ Արարատին սպանեմ, ինձ ինչ կլինի, իրենք դա որակում են, մարդիկ զրուցում են, էլի, շատ լավ, զրուցում են։ Երբ որ հրապարակվում է Վազգեն Գալստյանի ձայնագրությունը, որտեղ նա ասում է, որ դե մենք ինչ պետքա մի քանի հոգի գյուլում ես, մնացածին մի 15 հոգու մտցնում ես Բերդ, մնացածի ընտանիքներին բանը տալիս, կոմպենսացիա ես տալիս, իրանք էլ ուրախ կլինեն։ Դա սա ոնց է հնարավոր մեկնաբանել, ես չգիտեմ, էլի, օրինակ ասում են կոնտեքստից կտրած։ Ոնց է հնարավոր կոնտեքստից ինչ-որ կերպ կտրել, ինչ-որ մեկին գյուլելու ցանկությունը կամ նպատակադրումը։ Ոնց է դա հնարավոր կոնտեքստից կտրել։ Հետո մի հատ հրապարակ անունով թերթոն կա, եթե չեմ սխալվում, այդ թերթոններ շատ կան, էլի։ Գրել էր, որ Վազգեն Գալստյանը իրականում այդ զրույցում նկատի է ունեցել թմրամոլներին կամ թմրավաճառներին։ Մի կողմ թողնենք, որ նույնիսկ թմրավաճառներին դատում են, ոչ թե գյուլում են ու ընտանիքին կոմպենսացիա տալիս, բայց նույնիսկ դա է fake, որովհետև ես կարդացի միջնորդագրի մեջ։ Վազգեն Գալստյանը ասում է, այսինքն ասում ենք, որ պետք է գյուլել, որովհետև դուք ազգի դավաճան եք։ Հասկանում եք, ասում է, մենք համարում ենք, որ դուք դավաճանել եք պետության, դրա համար ենք գյուլում։ Իսկ ակնհայտ է, որ թմրավաճառների մասին չի խոսքը, ու ակնհայտ է, ընդդիմությունը տարիներ շարունակ ում է անվանում դավաճան։ Ու ես իրոք չեմ հասկանում, ոչ խորհրդարանական ընդդիմությանը, ոչ արտախորհրդարանական ընդդիմությանը, թե ոնց է կարելի կանգնել ու սենց անվրդով դեմքով պաշտպանել, չդատապարտել, լղոզել պատասխանատվությունը այն մարդկանց, որոնք ասում են 2 հոգու գյուլում ես, 15 հոգու մտցնում ես բանդ, ընտանիքներին տալիս ես կոմպենսացիա ու վերջացավ։ Իդեպ Վազգեն Գալստյանը ասում էր իր հրապարակային հայտարարություններից մեկում, ասում էր բանա, օտարերկրյա ուժային կենտրոնները ինձ ասում են, որ եթե Հայաստանի իշխանություն չփոխեք, Հայաստանում փորձարկվելու են ընտանիքի նոր մոդելներ։ Ընտանիքի նոր մոդելը ո՞րն է, որ 2 հոգու գյուլում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալիս ու որ իրանք ուրախ լինեն, ու սա հայ առաքելական եկեղեցու arczepiskopos-ի խոսքեր է։ Ուղղակի սա դասագրքային օրինակ է, թե ոնց կարելի է մի մարդու հոգին այդքան չարանա։ Որ ասում են ներ, հիշում եք, ասում էր ներ, ինքն է վերածվել ների ցավոք, բայց ները քրեաիրավական կատեգորիա չի, ոչինչ, դա թող իր խղճին մնա, բայց իրենք պատասխան են տալու իրենց հանցավոր արարքների համար։ Նաև մի դրվագ նկատեց աչքս, որը կարծում եմ շատ հետաքրքիր ցուցիչ է նրա թե ում հետ մենք գործ ունենք իդեմ ընդդիմության, Արթուր Սարգսյանը, ում
վերաբերյալ միջնորդադիրը հիմա քննարկում ենք, այդ ձայնագրություններից մեկում խոսում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության մասին, ասում է Սիսյանի մոտ մի 4 հոգի փողոց էին փակել, իմ կաբինետում, ինքը այն ժամանակ Սիսյանի համայնքապետն էր։ Ասում է իմ կաբինետում 30 հոգով նստած էինք, տղեկին ասեցի դրանց հանգարց չտփեք, որտեվ կարողան նկարեն։ Ուշադրություն դարձրեք, էլի, ոչ թե չտփեք, որովհետև չի կարելի մարդ տփել, այլ չտփեք, որովհետև չնկարեն, ենթադրում եմ Մասիսի քաղաքապետը, որ արդեն մարդկանց տփել էր, նկարել էին, դա էր տեսել, մտածում էր մեզ էլ չնկարեն։ Հիշեցնում եմ Մասիսի քաղաքապետը, պատիվում ունեմի վարչապետի թեկնածունը։ Ասում է հետո, բայց տփելու փոխարեն ինչ էր ուզում աներ, տփելու փոխարեն ասում է գնայինք, սիրուն դրանց վեր կալեինք, նկատի ունի վերցնեինք ու տանեինք, այսինքն առևանգեինք։ Ասում է դրանից հետո բայց մարզպետը զանգեց, ասեց էլ բան չանես, նախագահն ասում է ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Այսինքն էս է եղել իրանց դիրքորոշումը խաղաղ անհնազանդության ակցիաների վերաբերյալ, որ կարելի է տփել, բայց եթե չեն նկարում, ու պետք է առևանգել սիրուն։ Ու ինքը դա այն բանով էր ասում, հասկանում եք, ինքը ցավով էր դա ասում, որ դա չեն արել, ասում ընդդելի ասում, որ օրինակ ես թողեին վիզները կդրեի, այդ ժամանակ հեղափոխություն չէր լինի, մոտարապես դա է ասում։ Ու այդ նույն մարդը, այդ նույն արժե համակարգով, շատ բնական է, որ հիմա խաղ անհնազանդությամբ չի դիմելու։ Շատ բնական է, որ իրանք հիմա պետք է լինեն մարդկանց գյուլելու տրամաբանության մեջ, մարդկանց բերդը կոխելու տրամաբանության մեջ անմեղ մարդկանց։ Ավտոբուս կամ, չգիտեմ, ավտոմեքենայի վրա յուղ լցնելու տրամաբանության մեջ, խոտի տուկ վառելու տրամաբանության մեջ, աստղիկներ փողոցում շփելու տրամաբանության մեջ, դրանցից մեկն էլ դա անվանում էր լուսավորչական դիկտատուրա, հանճարեղ, ուղղակի հանճարեղ։ Ու ես չգիտեմ մեր ընդդիմությունը ինչի վրա է հույսը դրել, նույնիսկ պրակտիկ տեսանկյունից Հայաստանում երբեք ոչ մի բռնի շարժում չի հասել հաջողության։ Այսինքն գոնե մեզնից կարող են էլի սովորել, որ միակ շարժումը, որը բացի ընտրություններից Հայաստանում իշխանություն փոխելու միակ մյուս ձևը, եթե կա հանրային աջակցություն, ոչ բռնի շարժումներն են։ Ինչի են իրենք դա անում, ես չեմ հասկանում։ Ու մի բան էլ, ես նկատել եմ, որ ահաբեկիչների պաշտպանների շրջանում եւ խորհրդարանական ընդդիմության եւ արտախորհրդարանական ընդդիմության լևոնականների եւ մյուսների շրջանում մի այսպիսի կարմիր թելով գնացող թեմա կա, որ դե իրենք դա անում են հանուն վեր նպատակների, քանի որ իշխանությունը դավաճան է, դրանք դրա համար են դա արել։ Մենք իհարկե բռնությունը չենք դատապարտում, բայց այնպես։ Հարգելի, եթե ստեղ լինեին ընդդիմադիր մեր գործընկերները, իրենց կդիմեի, բայց լավ, իրենց դատարկ աթոռներին դիմեմ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Խնդիրը բռնի ինչ-որ բռնության աջակցելու հանուն վեր նպատակների, դրա խնդիրը նրանում է, որ եթե բոլորը սկսեն մտածել, որ բռնությունը արդարացված է հանուն ինչ-որ վեր նպատակի, իսկ բոլորը վեր նպատակ ունեն, դա կբերի տոտալ քաոսի։ Օրինակ պատկերացրեք ինչ կլինի, եթե ես, ամբողջ քաղաքացիական պայմանագիրը մտածենք, որ հանուն վեր նպատակի ձեզ բոլորիդ պետք է վերացնենք։